Երանի խաղաղարարներին, քանզի նրանք կոչվեն Աստծո որդիներ։ Այս աստվածաշնչյան մեջբերումը շատ դիպուկ կարող էր դառնալ Վենսի վերջին այցի կարգախոսը։ Նախ, որովհետև նա ինքը չի վախենում իրեն քրիստոնյա համարել։ Երկրորդ, որովհետև նախագահ Տրամպը հստակորեն ընդգծում է խաղաղարարությունը իր արտաքին քաղաքականության մեջ։ Ըստ այդմ կա շատ պարզ միջոց դա ապացուցելու, ինչպես ասում են այստեղ եւ հիմա։ Եկեք փորձենք հասկանալ առանց դիմահարդարման շերտերի։ Առաջին շերտը՝ գլխավոր փորձություն։ Ամերիկան կարծեք թե իսկապես ցանկանում է դառնալ խաղաղության ճարտարապետը Հարավային Կովկասում եւ լրջորեն մտադիր է հաշտեցնել Հայաստանին եւ Ադրբեջանին։ Դա նշանակում է, որ այն կարող է դառնալ արդյունավետ միջնորդ հայ գերիների ազատ արձակման գործում։ Չէ՞ որ ի վերջո այն ապահովեց պատանդների ազատ արձակումը եւ գերիների փոխանակումը Գազայում։ Ամերիկան չի կարող չհասկանալ, որ մեզ համար այսօր ամենացավոտը եւ բոլորի համար ակնհայտ խնդիրը Բաքվում պահվող հայ գերիներն են։ Կարող եք որքան ուզում եք խոսել նոր էջի եւ կայունության դարաշրջանի մասին, բայց քանի դեռ մարդիկ մնում են բանտում, իրական խաղաղության մասին ցանկացած խոսակցություն ուղղակի դատարկ է հնչում։ Եվ վերջո խաղաղությունը վերացական բանաձև չէ։ Խաղաղությունը սկսվում է մարդասիրական քայլերից։ Խաղաղությունը մարդիկ են եւ նրանց ազատությունը։ Երկրորդ շերտ՝ մտադրությունների ապացույց։ Մեծ քաղաքականությունը սիրում է ապագա ժամանակաձևը՝ կստորագրվի, կիրականացվի, կներդրվի, բայց վստահությունը կառուցվում է ներկայի մեջ։ Պատանդների ազատ արձակումը տեսություն չէ, այն կոնկրետ չափելի քայլ է։ Այն չի պահանջում հսկայական ներդրումներ, ժամանակ կամ որևէ այլ նյութական ռեսուրս։ Այն պահանջում է միայն բարի կամք։ Եվ սա այն քայլն է, որը ցույց կտա, որ խաղաղությունը պարզապես բառ չէ, մամուլի հաղորդագրության համար նախատեսված։ Այն կնշանակի, որ ԱՄՆ-ն ոչ թե պարզապես մոդելավորող է, այլ արդյունքի հասնող։ Եվ այդ ժամանակ հաշտեցման մասին զրույցը կստանա իրական իմաստ։ Երրորդ շերտ՝ բա մենք։ Եվ այստեղ մենք պետք է հիշենք ինքներս մեզ, ավելի ճիշտ մեր կառավարությանը։ Արդյոք այն երբևէ հարցրել է ինքն իրեն, ինչու է պատանդների ազատ արձակման եւ գերիների փոխանակման հարցը լուծվում Գազայում, այդքան զոհերի, արյունահեղության եւ դարավոր թշնամության պարագայում ու չի լուծվում այստեղ։ Որովհետև դա ոչ միայն արվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ, այլև ամենակարևորը, որովհետև հակամարտության կողմերը պատանդների հարցը գործնականում դարձրել են խաղաղության խթանման առաջնահերթություն։ Կուզենայի, որ հայ ժողովրդի կառավարությունը, որը էյֆորիայի մեջ է ընկել ԱՄՆ-ի կողմից խոստացված ֆինանսական աջակցությունից, մի փոքր շեղվեր փողերը հաշվելուց եւ լրջորեն զբաղվեր գերիների խնդրով։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը սիրում է իրեն ներկայացնել որպես մարդ, ով խաղաղություն է բերել երկրին, որովհետև ինչպես իրենք են ասում, չեն կրակում։ Այստեղ ամոթալի խաբեությունը կայանում է նրանում, որ օրինակ չեն կրակում նաև այն ժամանակ ու այն պատճառով, որ երբ ինչ ուզում են տալիս ես։ Հիշենք Գորիս-Կապան ճանապարհը, Կիրանցը, Ջերմուկի անտառները, որն ասեմ, բոլորովին վերջերս էլ Արցախ երաժշտության վերնագիրը, սպասվելիքներից սահմանադրությունը 300,000 ադրբեջանցիների, այսպես կոչված վերադարձը արևմտյան Ադրբեջան։ Այնպես որ չխաբվենք, չկրակելը դեռ խաղաղություն չէ։ Այս խաղաղությունը նաև չկրակելն է։ Հետևաբար մեր նպատակը պետք է լինի իրական խաղաղությունը, որի հետևանք կլինի նաև չկրակելը։ Իսկ ինչու պետք է ԱՄՆ-ն ակտիվ լինի, եթե մենք անտարբեր ենք։